Դիանա, ասես մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Դուք գտնվում եք Արարատ քաղաքում, Զոդում։ Սա Արարատ քաղաքի միջնակարգ 5 դպրոցն է։ Մեր դպրոցում անցկացնում են շատ միջոցառումներ, որոնցից մեկը հենց այսօր կա։ Այսօր առաջին բեի հանդեսն է, միջոցառումն է, որտեղ երեխաները ցույց են տալիս ապագան, վերնագիրը կոչվում է ապագայի ձիլերը։ Սեպտեմբերի 2025 թվական։ Թվում է երեկ էր, երբ նրանք առաջին անգամ ոտք դրեցին դպրոց։ Փոքրիկներն այս լուսավոր իրենց աչուկներով պայծառ։ Անցան ջանքերով և աշխատանքով լի ամիսներ։ Նրանք տար առ տար սովորեցին գաղտնիքն Այբուբենի։ Իրենց ընկեր Այբենարանը իմաստուն ճամփա ցույց տվեց։ Գիտելիքի աշխարհի դուռը բացվեց։ Եվ ահա, այսօր առաջին դասարանցիները պատրաստ են բացել իրենց առաջին մեծ բեմը։ Նրանք պատրաստվել են մեծ սիրով ու հուզմունքով։ Թող այս գեղեցիկ վալսը լինի նրանց դեպի ապագան տանող ճանապարհի սկիզբը։
Նրանք արդեն ընտրել են երազանքի իրենց ուղին։ Արել են առաջին կարևոր քայլը հայ դառնալու ճանապարհին։ Այս գեղեցիկ բարի նման նրանց ճանապարհն էլ սկսվեց մի փոքրիկ քայլով։ Եվ այդ առաջին քայլը այբելարանն էր դեպի ապագա տանող ճանապարհի սկիզբը դպրոցում։ Ողջույն, սիրելի փոքրիկներ, մենք բնավ էլ տխուր չենք, ինչու պիտի տխրենք, սա հրաժեշտ չէ, սա մեր նոր ճանապարհի սկիզբն է, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու։ Հիմա մենք կարող ենք միանալ իրար, կանգնել կողք կողքի ու դառնել բառեր, որոնք սովորական բառեր չեն, կարևոր արժեքներ են ձեր ամբողջ կյանքի համար։ Տեսեք, այ այսպես։ Իսկ դուք պատրաստ եք ձեր ողջ կյանքում պահել ու պահպանել այս արժեքները։ Լսեցիք տարեր ձեր խոսքս անգին, որպես սուրբ մի պատկա և ի պատասխան ձեր մեծ հարցնա։ Պատրաստ ենք այսօր, պատրաստ ենք միշտ։ Այո, մենք պատրաստ ենք սիրելու, տեխտելու, պահպանել, պատրաստ ենք լինել ազանավոր մեր դպրոցի ուսուցիչների, ծնողների և մեր հայրենիքի համար։ Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կարողանաք արժանապատվորեն գրել ապագայի էջերը։ Իսկ այժմ բացեք առաջին էջը։ Ցույց տվեք մեզ եւ ամբողջ աշխարհին, թե ինչ եք արդեն սովորել ձեր ճանապարհի սկզբում։ Ապացուցեք, որ դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակողները։ Հայ կենետ ուղի գարցակել
Լսեցեք զավակներին, հայոց աշխարհի։ Ես ձեզ թողեցի ոչ թե պարզապես տառեր, այլ միանմար ջահ։ Այս ջահի լույսը ցրելու է տգիտության խավարը եւ լուսավորելու է ձեր ուղին դեպի իմաստություն։ Պահպանեք այս լույսը, փոխանցեք ու լուսավորեք ողջ Հայաստան աշխարհը։ Եվ երբեք թույլ մի տվեք հորային մարի։ Հայոց տարերը դարձան վարվոջը, ուծրեցին գիտության խավար, լուսավորեցին հայի ուղին դեպի գիտության ճանապարհը։ 36 զինվոր արևազուն դարձան այս պահին փրկարար ամեն տարի գանչող շողուն մեր ինքնության ցույց հիմնակար։ Կար ժամանակ, երբ մեր լեզուն կարող էր խամեր օտաների մեջ, բայց մեր մեծուսուցիչը մեզ պարգևեց ամենաթանկ զենքն ու մեր ոսկե տաղերը։ Խոսք ենք գալիս այսուհետ, անհարատ բարեր մեր լեզուն հավեր։ Իշատված էր հայրենիքի, մենք Զանդիանի և որս Բարկաստանի միջև, նրան չէր բերքի ոչ տիգրամեծը, ոչ լիքով սարչխաշն ու կանթեղը, քանի դեռ մենք չենք դրոշվել մեր անունը այս հողի վրա հայոց լեզվով և հայերեն տառերով։ Չորրորդ դարի երկինքը սև, հանկարծ մի օր ծիածանվեց, հրաչափ հայր հենց այդ պահին հայոց հողմաշտոց ծոպեց։ Մուս դարեր էին, ժամանակները հին, օտարն է տիրում ամենուր, հայոց խոսքը դարձել է խավարչին, կորցնում է ուժը լյուր։ Բայց կա մի հոգի, Հուսեյ բարի, Միսու վարդապետ հավատովնի, որ ցավ է ազգի համար ու փնտրում է ճար կենարար։ Ճամփան կայես, հեռու դժվարին, քաղաքներ անցա, լեռներ ու զորեր, աղոթն է թութիս, ուր տալ մուտքիս, որ կերտեմ հայոց ոսկե տառեր։ Եվ երկինքը լսեցին սուրբ աղոթքը, մի պահ տեսին քիչ ապայծառ, քարի վրա գրվեց աստվածային ձեռքով, հայոց հոբենը մեր ոսկեվար։ Եվ այսպես 36 տարի կտակվեց մեզ, կտակվեց մի երկիր, որին մաս չկա, քանի դեռ հեգում ենք այս սուրբ
Հեծավ ում բդդակեց։
պատմած Երևանն է։ Հեքիաթներն են Թումայանի, գրախներն են Հայաստանի։ Հտա Թումայանն է մեր մեջ, հեքիաթները բարին գերեց։ Հտա կուտով երկյանջա ազգային մշակույթի պսկարար։ Տասայեն է վստինում ամեկար մեկերենքին արևում է։ Խտար արև խաչատերյան է աճարև, սուսոյապան է նրա շատ ինչը։ Եվ ես հիմա իստապ պատին ննոքայ պիտիտնեմ, ննոդայ պիտիտնեմ, որ կնալով զորանա, սլացակի ու նորանա, որ միշտ պայմանն ասկանում է, հիմա լեզու այպուվելը, ուրիշ խոսքով այն ամեր, շկյանքն ու խորդն է տա, և միասին կոչվում է։ Հայ ու Հայաստան։ Այո, մենք հայ ենք տարերից եկած ու պիտի այսպես տարեդար գնանք։ Խոստանում ենք կպահպանենք մեր լեզուն մշակույթը կկառուցենք ուժեղ հզոր երկիր, հայրենիքը մեր սրտում է։ Հիշենք ապագան կախված է մեր ընտրությունից, հիշենք ապագան կսում է այսօր։ Մենք ենք ապագան, մենք ենք վաղվա լույսը, մենք ենք այն ստեղծողները։ Հայրենիքի ապագան մեր ձեռքերում է։ Մենք ենք հայրենիքի ապագան։ Մենք վաղվա օր ենք եկելու, մեր երկիրն ենք շենացնելու։
սիրելի Արագն եմ հասկում Ես անհարապի տալավոր եմ Անվերվերի տիկուքների սարավոր եմ Աշտանում եմ օրենքները Իսկ պապարը շատ անվանի Անգին եմ ինք ատեսը Հայաստանի Մենք վաղվա օրենք ետելու Մեր երկիրն է շենացնելու Ինչ որ հայերը վարնա Մեր ոչով է թարելու Բարարարամ աղավներն է Սա մեր ապագա երկն է Կգտնաչի արխարնում Շրջերգուներ եմ սնտանում Բրծին արած թղթի վրա Հրաշ պատկեր նկարում Ուզում եմ լեսնեմ Բուրս տար երկ չույի տարնալ Մեր ուժը մեր բարի մեջ է Քոչարի վերերի վեր Արին ազմի անի Ես դերասան եմ շնորհալի Տարբերներ եմ գործում Դեպո եմ խաղում ծասկոտ երաշտական հայտնի գործին Իդան է դա իմ անվաշան ընկելն նա Մենք խաղվա օրենք ետելու Մեր երկիրն եմ շենացնելու Ինչ մասնակետ է դառնան Մեր ոչով է թարելու Տարարարամ աղը մերն է Սա մեր ապագա երկն է Մենք վաղվա օրենք ետելու Մեր երկիրն եմ շենացնելու Ինչ մասնակետ է դառնա Մեր ոչով է թարելու Տարարարամ աղը մերն է Սա մեր ապագա երկն է Մենք փոքրիկ ծիլեր ենք, որ կաճենք ու կծաղկենք Անցյալն է մեր արմատը, ապագան մեր ծիլը Անցյալը սովորեցրեց, ապագան սպասում է Սիրելի ներկաներ, ծնողների անունից ցանկանում եմ մեր խորին շնորհակալությունը հայտնել մեր շատ սիրելի ընկեր Սարգսյան ձեզ, ձեր հոգատարության, նվիրումի, ջերմ վերաբերմունքի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, ընկեր Զադոյան, մանկավարժական ողջ կազմին, ջերմ միջավայր, կրթության հանդեպ սեր ձևավորելու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, ընկեր Ստեփանյան, այս մեկ տարվա ընթացքում մեր կողքին լինելու համար։ Այսօր մեր երեխաների կյանքի կարևոր եւ հիշարժան օրերից մեկն է։ Նրանք այսօր դարձել են ավելի վստահ, ավելի գիտակից եւ ավելի ինքնուրույն։ Եվ դրանում մեծ է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը։ Սիրելի երեխաներ, ցանկանում եմ, որ ձեր տնկած ծիլերը ապագայում դառնան ավելի ամուր, ավելի դրական արդյունք տան, թող դառնան ամուր ծառեր, հոգատարությամբ, բարությամբ եւ հայրենասիրությամբ լի։ Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս։ Շատ շնորհակալ ենք ձեզ մեծ սիրո, հոգատարության համար։ Ես այսօր մի փոքրիկ անակնկալ եմ պատրաստել ձեզ համար ժողովրդական երգ եմ պատրաստել սիրո։
առաջին դասերացիներ։ Շնորհավորում եմ ձեզ ձեր տարաճանաչ լինելու կապակցությամբ։ Ապրեք, դուք այսօր շատ լավ պարեցիք ձեր դնում։ Արտակարգ պարեցիք, շատ լավ երգեցիք, լավ ասմունքեցիք, շատ ապրեք։ Հարգելի ծնողներ, սիրելի տատիկներ, պապիկներ, ձեր աչքը լույս լինի, ձեր երեխաները, ձեր թոռնիկներն արդեն տարաճանաչ են։ Եվ ահա իրենք են մեր ապագայի ծիլերը, ինչպես վերնագրել է այս հանդեսի, այս միջոցառման վերնագիրը ընկեր Սարգսյանը։ Շնորհակալություն ընկեր Սարգսյան, ձեր աշխատանքը, այդ բազմաչարչար աշխատանքը երևաց, շնորհակալություն ձեզ, ձեր ծնողներին, միահամուռ, միախմբված այս աշխատանքը գլուխ բերելու, այս միջոցառումը անելու համար։ Շնորհակալություն ընկերներ, ապրեք, շնորհավորում եմ։ Երեխաներ, այսօր դուք հանձնեցիք ձեր կյանքի առաջին քննությունը եւ այն հանձնեցիք բանվոր, հպարտանում եմ Լինա։ Եվ ուզում եմ հանձնել, որ ձեզ դրաճանաչության վկայականներ, Ումրիկյան Ժորատ, Կարեյան Ալեքսանդր, կարող եք ծախալ, Համզարյան Միքայել, Միքայելյան Մաքս, Ավանեսյան Էմա, Ավետիսյան Լուզաննա, Սահակյան Եվա, Միրզոյան Յուրի, Հայրապետյան Սարթենի, Ներդյան Նինա, Սողոմոնյան Սամվել, Շահբազյան Դավիթ, Բեկրարյան Ալեն, Արաքելյան Էդգար, Շահվերդյան Իշխան, Ստեփանյան Նարեկ, Հակոբյան Անդրե, Քաչատյան Դավթեր, Ավակյան Ինեսա, Հազարյան Արփի, Թորոսյան Տանթև, Բաղդասարյան Նարեկ, Այվազյան Մարի,